Հանրապետականներից ոչ մեկը համաձայն չէ, որ հակասություններ կան հանրապետականի համագումարում Սերժ Սարգսյանի արձանագրած բարեկեցության աճի եւ բնակչության աղքատության միջև։ Ինչ որ հանրապետության նախագահը ասում է, ներկայացնում է հարաբերական ցուցանիշները, որը կարծում եմ շատ տրամաբանական է։ Պարոն Արամյանը տեղեկացնում է, որ աղքատության ցուցանիշը հաշվարկելու մեթոդոլոգիան համաշխարհային բանկի թելադրանքն է, դրա համար էլ աղքատության տոկոսը բարձրացել է։ Տրանսֆերտներն էլ 2008-ի հարաբերությամբ 2 միլիարդից իջել են մինչև մոտ 1 միլիարդ։ Հարևանների հետ հայամատության շրջանակներում դուք չեք գտնի մի հարևան, որի որ տրանսֆերտները եղել է հնայի մեջ ավելի քան 18-19%։ Հայաստանը այդ տեսանկյունից 2001-ից մինչև 2008 թվականը այդպիսի երկիր, այդպիսի տնտեսությամբ երկիր է եղել։ Հակոբ Հակոբյանը հիշում է, որ 2007-ին մեր աղքատությունը 26.8% էր, հիմա 29.8%։ Աճը շատ չէ, բայց պետք է նայել նրանց կողմը, ում կյանքն այս ընթացքում լավացել է։ Կա մոտավորապես 900,000 աղքատ։ Մենք ունենք մոտ 2.9 միլիոն ազգաբնակչություն, խոսքը մյուսների մասին է։ Պատգամավորը տեղեկացնում է, որ մեր հասարակության ստեղծած ամբողջ տարեկան եկամուտների 30%-ը բաժին է հասնում հարուստներին, 70%-ը մնացածին։ Պարոն Հակոբյանը գիտի, թե ինչքան դրամ է պետք, որպեսզի աղքատությունը վերանա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում դա հաշվում է մոտավորապես 150 միլիարդ դրամ։ Իսկ 150 միլիարդ դրամը, որպեսզի հասնի աղքատներին, եւս կա մեկ ցուցանիշ։ Պետք է մոտավորապես 300 միլիարդ դրամ բաժանել, որպեսզի 150 միլիարդ դրամը հասնի աղքատներին։ Վահրամ Բաղդասարյանի համար բնական է, որ 8 տարվա ընթացքում աղքատության ցուցանիշը բարձրացել է 3%-ով։ Տարբեր ոլորտներում կարող է բարեկեցության աճ նկատվել, բայց աղքատության ոլորտում կարող է նվազում նկատվել, այսինքն ավելացում նկատվել է 2%, 3%։ Սերժ Սարգսյանի իշխանության 8-րդ տարում կուսակցությունը մտադիր է անցնել գործողությունների, որպեսզի հասարակության վստահությունն իր հանդեպ բարձրանա։ Եվ մենք ոչ թե խոսքերով կամ բառերով դա պետք է անենք, դա պետք է անենք մեր գործողություններով։ Սակայն եթե ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, բարելավվել է Հայաստանի քաղաքացու կյանքը, ինչու արտագաղթի տեմպերը չեն նվազում, պարոն Բաղդասարյանն այստեղ էլ մտահոգվելու շատ բան չունի։ Բայց ով է ասել, որ աղքատության եզրում գտնվողներն են հիմնականում արտագաղթում։ Եթե դուք տարեգրություն նայեք եւ վիճակագրություն նայեք, բավականին նաեւ հնարավորություն եւ կարող ունեցող մարդիկ, որոնք որ մտածում են իրենց գումարները ներդնեն ավելի նպատակահարմար տեղերում, այդ գումարները վերարտադրվի եւ այդ գումարները նորից իհարկե տրանսֆերտերի միջոցով կամ տարբեր միջոցով նորից վերադարձել է Հայաստան։ Իդեպ պարոն Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ելույթը նախընտրական չի համարում, ուղղակի համընկավ նախընտրական գործընթացների հետ։